Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մենք խոսելու ենք ընտանիքամետ աշխատանքի մասին։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել Կետ33 հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան։ Բարև ձեզ։ Տիկին Կարապետյան, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը շատ ընտանիքների է հետաքրքրում։ Առավել ևս կանանց, աշխատող կանանց։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուրս ունի աշխատանքի իրավունք, այդ թվում ընտանիքամետ աշխատանքի իրավունք։ Ամեն դեպքում աշխարհում այսօր ավելի շատ տեղ է տրվում աշխատանքի եւ ընտանիքի հավասարակշռմանը եւ ամուսնացած կանանց ներգրավմանը տարբեր, այսպես աշխատանքների ներգրավման։ Խնդրում եմ ի սկզբանե, իհարկե պարզ է ինչի մասին է խոսքը, բայց ընդհանուր կոնցեպտի համար ներկայացրեք ինչ է ընտանիքամետ աշխատանք։ Շնորհակալություն հրավերի համար, սիրով բացատրեմ, թե ինչ ենք հասկանում, երբ խոսում ենք ընտանիքամետ աշխատավայրի կամ ընտանիքամետ գործատուի մասին։ Կարճ ասած, սա այն աշխատավայրն է, որտեղ քեզ հնարավորություն են տալիս, որպեսզի դու առանց ստրեսի, սահուն կերպով կարողանաս համատեղել ընտանիքը աշխատանքի հետ։ Կարևոր է նշել հենց առանց ստրեսի եւ սահուն կերպով, որովհետեւ մենք բոլորս հիմնականում են մարդիկ, ովքեր ունեն ընտանիք, երեխաներ եւ համատեղում են աշխատանքի հետ այս ամեն ինչը, համատեղում ենք, բայց թե ինչ կերպով ենք համատեղում, միայն մենք երևի եւ Աստված գիտի։ Այսինքն այս բառերը շատ կարեւոր են առանց ստրեսի եւ սահուն կերպով համատեղելը։ Սրա համար գործատուները բնականաբար կարող են մշակել պրակտիկաներ կամ քաղաքականություններ ավելին, այսինքն ունենալ գրավոր մշակված ընդունված ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի դու կարողանաս առանց ստրեսի համատեղես ընտանիքը աշխատանքի հետ։ Եվ մի կարևոր դիտարկում, ձեր խոսքի մեջ նշեցիք ամուսնացած կանայք եւ այլն, իրականում ուզում եմ նշել, որ խոսքը միայն ամուսնացած կանանց մասին չի։ Մենք ունենք մեծ խնդիր ունենք միայնակ ծնողների մասին խոսքը, որը եւ ընդհանրապես միայնակ ծնողները մեր աշխատանքային օրենսգրքում գրեթե չկան եւ իրենք օգտվում են բոլոր այն հնարավորություններից եւ արտոնություններից, որոնք տրվում են մյուս ծնողներին կամ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն զուգընկեր։ Եվ այս առումով մենք ունենք նաեւ օրենսդրական առաջարկություններ, սա մեզ համար ցավոտ թեմա է, դրա համար ընդգծեցի։ Հասկացա։ Մենք անդրադառնանք, այո, դուք նշեցիք եւ ամուսնացած եւ չամուսնացած, որտեղ խնամքի հարցեր կարող են լինել զուգընկերոջ եւ այլն։ Այս հարցերին մի փոքր կանդրադառնանք, այսպեսի մի հարց. ինչու հենց այս ժամանակահատվածում, թեև ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգիրքը բարեփոխման շրջանում է, քանի տարի փոփոխություններ են կատարվում եւ որոշ կարգավորումներ, որոնք որ էլի միտված են ընտանիքամետ աշխատանքին, կատարվել են ըստ էության մեր օրենսդրության մեջ, հա, հայրիկների կողմից երեխաների խնամքը օրինակ այդ 5 օրյա ժամկետը եւ այլն, դրանց մասին էլ խոսենք ավելի ուշ։ Կա որևէ ուսումնասիրություն, կարիք, պահանջարկ, որ այս շրջանում է այս հարցը ավելի բարձրաձայնվում, թեև ձեր կազմակերպությունը գիտեմ, որ իր գործունեությամբ ծածկում է բոլոր այս հարցերը, բոլոր հարաբերությունները, բայց այնուամենայնիվ հենց ընտանիքամետ աշխատանքը այսօր հրատապ կարգավորման կարիք ունի, ծրագրային ապահովման կարիք ունի, հարցը բարձրաձայնելու խնդիր ունի։ Տեսեք, իրականում մեր կազմակերպությունը դեռևս 20 թվականին է հիմնադրվել եւ հենց այդ օրից ի վեր մենք ջատագովություն ենք սկսել ընտանիքամետ աշխատավայրերի վերաբերյալ։ Իրականում ձեր հարցին պատասխանելու համար մի քանի կարևոր բան ասեմ, թե ինչ է նշանակում ընտանիքամետ աշխատավայրի բաղադրիչներ։ Դրանք կարևոր են եւ այդ բաղադրիչներից ոմանք սահմանվում են օրենսդրությամբ, այսինքն օրենքը տալիս է այդ հնարավորությունը եւ գործատուների համար դրանք նվազագույն պահանջներ, պայմաններն են, որոնք պետք է կատարեն։ Եվ իհարկե կան այլ բաղադրիչներ էլ, որոնք գործատուները իրականացնում են իրենց բարի կամքով, միևնույն ժամանակ իրենց շահերը հաշվի առնելով։
Օրինակ դրանք արձակուրդներն են, վճարվող արձակուրդների դեպքում մենք խոսում ենք հայրության արձակուրդի մասին, երեխայի խնամքի արձակուրդի մասին եւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի մասին, սրանք օրենքով սահմանված արձակուրդներ են եւ բնականաբար գործատուի կողմից այս իրավունքի պահպանումը պարտադիր է։ Մյուս բաղադրիչը վերաբերվում է երեխայի խնամքի կամ ընտանիքի անդամներից մեկի խնամքի հարցում աջակցությունը, օրինակ երեխայի դեպքում մենք ունենք կրսկով կերակրելու իրավունքը, երբ կա ոչ պարտադիր պայման, օրինակ կերակրասենյակ ունենալու, կա պարտադիր պայման հավելյալ ընդմիջումների դեպքում, այս դեպքում մենք չի հստակեցվում, որ հենց կրսկով կերակրելու մասն է խոսքը, այլ ընդհանրապես կերակրվելու մասն է խոսքը, մինչև 2 տարեկան երեխա ունեցող կանայք ունեն հավելյալ մինչև 1 ժամ հավելյալ ընդմիջում աշխատանքային 8 ժամվա դեպքում օրվա կտրվածքով եւ ինչպես նաեւ ճկուն աշխատանքային պայմանների մեջ մենք դիտարկում ենք տարբեր աշխատանքային գրաֆիկներ, այդ թվում նաեւ հեռավար, օրինակ հեռավար աշխատանքային պայմանների մասին մենք ունենք օրենսդրական կարգավորում արդեն, սակայն այս դեպքում մի քիչ դիտարկումներ, առաջարկություններ ունենք մեր կազմակերպության կողմից, օրինակ սահմանվում է, որ հեռավար աշխատանքը կարող է հեռավար աշխատանք լինել, եթե կա երկու կողմի համաձայնությունը, օրինակ եւ եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս, օրինակ ենթադրենք իմ աշխատանքի բնույթը թույլ է տալիս, բայց ես ունեմ մանկահասակ երեխա, դիմում եմ հեռավար աշխատելու համար եւ գործատուն համաձայն չի, բնականաբար հարցը չի լուծվում եւ մյուս բաղադրիչներն են առողջության բարեկեցության ապահովումը, մենք գիտենք աշխատանքային օրենսդրությամբ կան պարտադիր պայմաններ եւ նաեւ կարիերայի զարգացման ուղղված դրույթներ, իհարկե օրենքի օրենսդրական պահանջների պահպանումը, դրանք նվազագույն պահանջներն են եւ բնականաբար դրան արդեն ավելանում են մյուս պայմանները, օրինակ աշխատանքային օրենսգիրքը չի պարտադրում որևէ գործատուի ունենալ կամ տալ սպորտային աբոնեմենտ, բայց գործատուն հասկանում է, որ իր աշխատողին մոտիվացնելու եւ իր մոտ պահելու համար դա կարեւոր է եւ տալիս է։ Իհարկե կան գործատուներ, որոնք հետևում են եւ այդ ամբողջ փաթեթը տրամադրում են, այսպես ասած, եւ շատ բաց են եւ համաձայնության այսպես ճանապարհով են գնում, բայց դեռ կանդրադառնանք, թե կան մեզանում այդպիսի գործատուներ եւ ինչքան են նրանք։ Տեսեք, դուք բաղադրիչները նշեցիք ընտանիքամետ աշխատանքի։ Արդյոք կարող ենք դրա հիման վրա ասել, որ ընտանիքամետ գործատու է, այսինքն այս բաղադրիչները եթե կան ապահոված են աշխատավայրում, ապա մենք այստեղ կարող ենք որպես չափորոշիչներ այսպես առանձնացնել ընտանիքամետ գործատուի համար։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, մենք անցյալ տարի ստեղծեցինք մի հարթակ, որը կոչվում է ընտանիքամետ գործատու, եւ այս հարթակում բացի այն, որ տեղադրված են շատ տեղեկություններ, թե ինչպես դառնալ ընտանիքամետ գործատու, ինչ մեխանիզմներ կան, նաեւ ստեղծեցինք ուղեցույց, որտեղ ներառված են ընթացակարգերի ձևաթղթեր, որոնք կարող են հարմարեցնել եւ օգտագործել, նաեւ ստեղծեցինք մեխանիզմ, որով գործատուները լրացնում են հարցաշար եւ դիմում են ընտանիքամետ գործատու տարբերանշան կամ վկայական ստանալու համար։ Տարբերանշանը կամ վկայականը ում կողմից է տրվում, ձեր կազմակերպության, թե նաեւ, չգիտեմ, պետական մարմնի հետ համատեղ։ Տարբերանշանի եւ վկայականը տրամադրվում է մեր կազմակերպության կողմից, միևնույն ժամանակ մեր արշավի նախաձեռնությանը միացել են մի շարք կազմակերպություններ, օրինակ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, երեխաների պաշտպանության ցանցը եւ այլ կազմակերպություններ, միևնույն ժամանակ մենք
Ինչը հաշվի առնելով եք, ինչ չափորոշիչներ եք հաշվի առնում, որ տարբերանշանական վկայագիր է տալիս եք եւ արդյոք շատերն են ստացել։ Բաղադրիչներին էր ձեր հարցը վերաբերվում, դրանից բխեց, հարցաշարը, որը լրացնում են գործատուները, վերաբերվում են հենց այս բաղադրիչներին, թե ինչ բաղադրիչներ ունեն եւ ինչքանով են կիրառում։ Գնահատվում է 100 միավոր սանդղակով եւ այս 100 միավորից ամենաբարձր միավորները, եթե սխալ չեմ հիշում, 80+ միավորներ ստացած կազմակերպությունները ստանում են տարբերանշան, իսկ ավելի ցածր 70-ից 80 կարծեմ ստանում են վկայական, դե բնականաբար ավելի ցածր ստացողները չեն ստանում, ոչինչ չեն ստանում։ Իսկ ներողություն ընդհատելու համար 100 միավոր ստացող գործատուներ կան, թե ոչ։ 100 միավոր դեռևս չունենք, այս տարի ընդամենը 1 կազմակերպություն է ստացել տարբերանշան եւ 3 կազմակերպություն ստացել է վկայական, սակայն մենք մեծ հույս ունենք, որ հաջորդ տարիներին շատ ավելի լավ հայտեր ենք ստանալու եւ հարաբերակցությունը կփոխվի եւ ավելի բարձր միավորներ ստացողներ եւ ավելի շատ տարբերանշան ստացող գործատուներ կունենանք։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ մենք դատավորներ չենք, որ ինչ-որ տենց խիստ դատենք, միևնույն ժամանակ մեր գնահատականներն էլ սահմանափակումներ ունեն, որովհետև մենք 100% թափանցիկություն չենք կարող ակնկալել բոլոր գործատուներից։ Մենք չունենք ինչ-որ ռեսուրսներ անմիջական մտնելու, ստուգելու եւ այլն, եւ մեր նպատակը հենց դա էլ չի, թե պայմանների համապատասխանության արկայությամբ է տարբերանշանը տրվում եւ արդյոք տարբերանշանը, որը օրինակ չի գերազանցում 80 միավորից ավելին, հա, չգիտեմ, ինչ-որ մի բարձր միավոր, կարող է ենթադրել նաեւ առաջարկություններ գործատուին ձեր կողմից կամ ձեր գործընկերների կողմից։ Այո, մենք բնականաբար կապը պահպանում ենք բոլորի հետ, ճիշտն ասած գործընթացը դեռ նոր ենք ընդամենը 1 ամիս առաջ ենք ընդամենը հանձնել եւ հիմա դիտարկում ենք եւ բնականաբար մեր առաջարկությունները, աջակցությունը մշտապես իրենք ունեն։ Միևնույն ժամանակ այն կազմակերպությունները, ովքեր դիմել են եւ չեն ստացել, իրենց հետ էլ կապ ենք ունենալու բնականաբար եւ նույն կերպ ինչ մյուսները աջակցությունը ունենալու են մեր կողմից, ինչ վերաբերվում է ստուգելուն, բացի հարցաշարը, նաև մենք ուսումնասիրում ենք բաց աղբյուրները տվյալ կազմակերպության վերաբերյալ, թե ինչ տեղեկություններ կան։ Օրինակ մենք մի կազմակերպություն, որը բավականին բարձր միավորներ էր ստացել, իդեպ միայն կազմակերպության միայն 1 աշխատակից չի հարցաշարը լրացնում, մենք խնդրում ենք, որպեսզի եւս 2 աշխատակից լրացնի եւ ընդհանուր 3 հայտ ներկայացնողից մեկը պարտադիր պետք է լինի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ։ Այնուհետև, եթե հարցեր են լինում, նաև հետադարձ կապի միջոցով ենք պարզաբանումներ ստանում կոնկրետ պատասխանների վերաբերյալ, նաև բաց աղբյուրների միջոցով ասեցի, որ տեղեկություններ ենք հավաքում եւ մի կազմակերպություն, որը օրինակ ունեցել էր դատական գործ եւ դատական ակտը բոլորովին ի նպաստ իրեն չէր եղել, մենք հրաժարվեցինք տալ տարբերանշան, այսինքն օգուտ եւ վկայական եւ տարբերանշան օգուտ իրենց այսպես հասկանալ։ Շատ կարեւոր աշխատանք է տարվում, որը կարծում եմ հետագայում պետք է ծառայի օրենսդրական այդ ամբողջ փոփոխությունների փաթեթի համար, բայց միջև իրավական կարգավորումների հարցին անդրադառնալ, այսպիսի մի հարց Տիկին Կարապետյան, շատ լավ է, որ աշխատանքի իրավունքի իրացման համար ունենանք ընտանիքամետ աշխատանք, իսկ նույնն է արդյոք եթե բարձրաստիճան պաշտոնյա է կինը եւ կարող է համատեղել, չէ՞ որ մենք գիտենք բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում ամեն դեպքում պատասխանատվության աստիճանը, աշխատանքի ծավալը բոլորովին այլ է, քան աշխատանքի։ Իհարկե էլի անձից է կապված, բայց ամեն դեպքում համակարգելու այսպես դաշտը ավելի մեծ է։ Այստեղ միջազգային փորձին միգուցե անդրադառնալով, որտեվ որքան որ իմ այսպես դիտարկումների ներքո եղել է, Անգլիան է շատ լավ կարգավորում այս
ընտանիքամետ աշխատանքը, բայց արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները, թեև մենք նաև տարբեր աղբյուրներից ականատես ենք եղել երեխաների հետ գալիս են օրինակ, չգիտեմ, խորհրդարանում, երեխային խնամքի հարցերով միաժամանակ զբաղվելով եւ այլն։ Այդ թվում նաև մեզանում որոշակի այսպես առանձին անձիկ կան, որոնք ակտիվ են։ Դեռ համատարածությունը չենք կարող պնդել, բայց այս առումով կա որոշակի մոտեցման տարբերություն, թե պետք է մոտեցումը այն է, որ բոլորն էլ հավասար են, թե բարձրաստիճան լինի միջին օղակի ղեկավար լինի, թե այսպես ավելի գլխավոր մասնագետ լինի։ Իրականում շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր հարց է հավասարության վերաբերել։ Ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է ըստ կարիքի հարց դիտարկվի եւ ոչ ըստ պաշտոնի։ Միևնույն ժամանակ իմ փորձից կարող եմ ասել, երբ տարբեր երկրներում փորձի ուսումնասիրություն էին անում, հիմնականում կարմիր թելի պես գնում էր այն գիծը, որ կանայք, ովքեր ունեն ավելի բարձր պաշտոն, ունեն նաեւ ավելի շատ արտոնություններ։ Օրինակ հունգարական մի կազմակերպությունը, որը համաշխարհային մեծ կազմակերպություն է, իրենք ասում են, որ օրինակ կինը, որը ինչ որ վարչության կամ բաժնի ղեկավար է եւ գնացել է մայրության երեխայի խնամքի արձակուրդ, այդ շրջանում մենք իրենից չենք վերցնում ծառայողական մեքենան, այդ ընթացքում ինքը կարող է օգտագործել ծառայողական մեքենան, կարող է օգտագործել ծառայողական հեռախոսը եւ բնականաբար իրանք վճարում են ինտերնետը եւ այլն, այդ ամեն ինչը բնականաբար տեսեք չունի ներկայացուցչություն այդ կազմակերպությունը Հայաստանում։ Չէ, չունի։ Բայց այն կինը, որը գնում է օրինակ երեխայի խնամքի արձակուրդ, բայց չուներ այդ արտոնություններ իր աշխատանքի ընթացքում, բնականաբար չի ունենում։ Այսինքն այս առումով իմ կարծիքով բարձր պաշտոն ունեցող կանայք բնականաբար ավելի շահեկան իրավիճակում են։ Այո, օրինակ ես չեմ պատկերացնում հացթուղ կնոջը երեխայի հետ փռում, ճիշտն ասած, դա բավականին բարդ է կազմակերպելը, բայց խորհրդարանի падգամավորին լրիվ պատկերացնում եմ, որ կարող է երեխային գրկին գնալ ամբիոնի մոտ ելույթ ունենալ։ Եվ նաև երեխային կերակրելու հետ կապված առանձնացված սենյակներ են, որոնք որ հնարավոր է մոտեցման դեպքում ապահովել։ Շատ բարի։ Հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր մենք զրուցում ենք ընտանիքամետ աշխատանքի, ընտանիքամետ գործատուի մասին։ Այս հարցերի շուրջ մեր տաղավարում է գտնվում քննարկելու նպատակով Կետ33 հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը։ Տիկին Կարապետյան, շարունակելով մեր զրույցը, մենք սկզբում հաղորդման անդրադարձանք, որ իրավական կարգավորումներ որոշ չափով առկա են մեզանում։ Եվ եկեք ավելի այսպես բացենք, այս իրավակարգավորման դաշտը։ Գիտենք, որ աշխատանքային օրենսդրությունը, այո, մենք նշեցինք, մայրության հետ կապված հայրության խնամքի արձակուրդ եւ այլն, նշվեց նաեւ հեռավար աշխատելու հնարավորությունը, որը տրվում է, բայց խնդիրը եթե գործատուն չի համաձայնում, եւ եկեք նաեւ փորձենք հասկանալ այդ ճկուն աշխատանքը միայն արդյոք այդ հեռավար աշխատանքի հնարավորությունն է, թե կազմակերպման հետ կապված ավելի ճկուն առաջարկությունների ենթադրում եւ մեր օրենսդրությունը այսօր ինչքանով է համապատասխանում միջազգային չափորոշիչներին այս իմաստով եւ ինչ բացեր կան, որոնց հետ կապված ձեր կողմից, ձեր կազմակերպության կողմից ուսումնասիրվել են, հետազոտվել են եւ ունեք, ասենք, օրինակ փաթեթ առաջարկությունների, որոնք պատրաստ եք քննարկել իրավասու մարմնի հետ կամ ոլորտային գործընկերների հետ։ Իրավական կարգավորումները բնականաբար շատ կարևոր են, որովհետև դրանք են նվազագույն պայմաններն են ապահովում, որոնք գործատուները պարտավոր են կատարել։ Միևնույն ժամանակ մենք ընտանիքամետ գործատու այս նախաձեռնությունը սկսեցինք շեշտը դնելով հենց գործատուների վրա, որովհետև կարևորում ենք նաև հենց գործատուների կողմից հասկանալը, թե ինչքանով է դա կարևոր։ Իրականում
Մենք հիմնականում ուսումնասիրել ենք եվրոպական փորձը, այսինքն հենց տեղում ոչ միայն դեսքթոփ ուսումնասիրություններով եւ հասկացել ենք, որ այստեղ կա երկու կարևոր բաղադրիչ եւ իրենք երկուսն էլ հավասար են։ Մեկը հենց օրենսդրական կարգավորումներն են եւ մյուսը գործատուների ընկալումը, գործատուների կամքը ընտանիքամետ լինելու։ Օրինակ Որ երկրներն են ավելի այս առումով բաց նման քաղաքականություն որդեգրել։ Իրականում եվրոպական տարբեր երկրներում շատ տարբեր են։ Միտեղ օրինակ մանկապարտեզներն են շատ լավ աշխատում, միտեղ հայրության արձակուրդն է շատ լավ վիճակում, մեկ այլ տեղ հեռավար աշխատանքն է կամած ավելի զարգանում, ավելի ընդլայնվում, լավ պայմաններ են առաջարկվում եւ այլն, բայց ընդհանուր ասենք, որ ինչ որ երկրում ամեն ինչ շատ լավ է, իրականում այդպես չի, բայց որպես օրինակ հիմնականում բերվում են սկանդինավյան երկրների օրինակը, սկանդինավյան երկրներում հիմնականում հայրության արձակուրդն է բավականին լավ վիճակում, իրանք ունեն մինչև 4 ամսյա երեխայի խնամքի արձակուրդ հայրերի համար ու ինչպես է սա կարգավորվում, այդ 4 ամիսը տրվում է հորը եւ եթե հայրը չի օգտագործում, այդ արձակուրդը ուղղակի կորչում է։ Բայց բավականին երկար ժամանակ բավականին երկար արձակուրդ է եւ իրականում այս արձակուրդը ներդրվել է 90-ականներին Շվեդիայում, Նորվեգիայում, հետո ավելի ուշ, եթե սխալ չեմ հիշում, Դանիայում, մի տարիների տարբերությամբ եւ եղել է ընդամենը 4 շաբաթ։ Մեկ ամսից մինչև 4 ամիս։ Եվ աստիճանաբար ինչ որ պարբերականությամբ ավելի երկարացվել են արձակուրդի տևողությունները եւ այսօր իրենք ունեն հասարակություն, որտեղ հայրերը ավելի ներգրաված են երեխայի դաստիարակության խնամքի հարցերում։ Եթե օրինակ Հայաստանում մենք փողոցում տեսնում ենք հայրիկի, ով երեխային գրկած ման է գալիս կամ սայլակով, ասում ենք վաու, ինչ լավ պապա է։ Բայց օրինակ իրանց մոտ շատ ոչ մեկ վաու չի ասում, երբ տեսնում է, ասենք երեխայի խնամքի սենյակում մոլում կամ ինչ որտեղ երեխայի տակդիրը փոխում է պապան, օրինակ կամ այդ ֆորմուլան է սարքում, որ երեխային կաթը արհեստական սարքում, որ երեխային կերակրի։ Այսինքն այս արձակուրդի միջոցով իրանք հասել են նրան, որ հայրերը ավելի ներգրաված են։ Եվ մեզ մոտ էլ չի բացառվում, որ 5 օրից կարող է 5 շաբաթ, հետո 5 ամիս այս փոփոխությունը, բայց դրան պետք է նաև հասարակությունը պատրաստ լինի։ Օրինակ իմ ամուսինը շատ աջակցող է եւ ինձ հետ հավասար մասնակցում են, քիչ անձնական այսպես շեղում կատարեն, բայց նաև տարբեր ընտանիքների փորձից կարող ենք ասել, որ կա նման պրակտիկա։ Բայց դա եւս մշակույթի հարց է, որը ավելի ուշ կխոսենք։ Շատ այսպես ուսուցող է ձեր կողմից նշված սկանդինավյան երկրների փորձը։ Դե տեսեք, իրանց մոտ մի ամսից մինչև դարձել է 4 ամիս, այդ 30 եւ ավելի տարիների ընթացքում ա եղել, այսինքն դա միանգամից չի եղել։ Հիմա մենք ունենք 5 օր աշխատանքային, որը մեր պայմաններում քիչ չէ։ Որը քիչ չէ։ Իդեպ երբ դա նոր էր ընդունվել եւ շատերը տեղյակ չէին։ Մենք ունենում ենք արձագանքներ հայրիկների կողմից, իրազեկում էինք դնում, որ նման իրավունք կա։ Շատ ափսոսալով գրում էին, վայ, այ ոնց չեմ իմացել, որովհետև այդ 5 օրը պետք է օգտագործեն երեխայի ծնունդից, կարծեմ 30 օրյա ընթացքում։ Վայ, բաց ենք թողել, ինչ ափսոս։ Շատ լավ, շարունակելով մեր զրույցը Տիկին Կարապետյան, շատ կարևոր է իրավական կարգավորումը։ Կարող ենք ասել, որ որոշ իրավակարգավորումներ կան, բայց դրանք այսպես ավելի ամբողջականացնելու համար ժամանակ է պետք։ Այդ ժամանակի համար էլ անհրաժեշտ է մշակույթի եւ ծրագրերի, այսպես երբեմն պիլոտային, երբեմն ավելի երկարաժամկետ ծրագրերի իրականացում։ Կարող ենք ասել, որ կամ ժամանակ բնականաբար չեն կարող մատնանշել, ինչ է արվում ձեր կազմակերպության կողմից կոնկրետ
կոնկրետ այդ մշակույթը փոխելու համար։ Մենք իրավական նրանից որ արդեն նշեցիք։ Այո, բացի նրանից, որ արդեն նշեցի, իրավական առումով մենք բարբերաբար ուսումնասիրություն ենք անում, թե օրենսդրական ինչ կարգավորումներ ունենք, ինչ կարգավորումներ են փոխվել եւ բնականաբար եւ ոչ միայն օրենսդրական հենց բուն օրենքի իմաստով, նաեւ տարբեր պետական փաստաթղթեր, ռազմավարություններ եւ այլն, եւ դրանց վերաբերյալ մշակում ենք մեր առաջարկությունները եւ առաջարկություններ ներկայացնում ենք պատկան մարմիններին։ Իրականում այդ եւ հերավար աշխատանքի հետ կապված եւ երեխային կերակրելու հավելյալ ընդմիջման հետ կապված մենք նույնպես ունեցել ենք առաջարկություններ դեռևս 20-21 թվականների ընթացքում եւ ներկայացրել են կառավարության ազգային ժողովի համապատասխան падգամավորներին, մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին եւ այո, եւ նաեւ դրա շնորհիվ մենք ունենք որոշակի փոփոխություններ եւ հույս ունենք, որ ավելի նոր փոփոխություններ կունենանք։ Դեռևս կլինեն։ Այո, ես էլ եմ հույս հայտնում Տիկին Կարապետյան եւ մի հարց վերջում։ Տեսեք, աշխատողը ամենաշահագրգռված օղակն է այս ամբողջ գործընթացում։ Գործատուն եւս կարող է շահագրգռված լինել, եթե լավ կադր է։ Պետության շահագրգռվածությունը որն է եւ արդյոք այսօր գործատունները պատրաստ են, ես կարծում եմ որոշ աշխատողների դեպքում պատրաստ են, միգուցե որոշ չէ, բայց այստեղ ոչ միայն մենք խոսեցինք այդ բաղադրիչների մասին, բայց կարիերայի աճի մասին չխոսեցինք, բայց դա երևի այլ հաղորդման թեմա է կանդրադառնանք, որքանով այսօր գործատուն եւ պետությունը շահեկան դուրս գալիս այս վիճակից։ Իրականում այո, ընտանիքամետ գործատու լինելը շահեկան է եւ հենց մասնավոր սեկտորին եւ պետությանը որպես եւ գործատու եւ որպես պետություն։ Իրականում դուք նշեցիք գործատուների համար կարող է շահեկան լինել, եթե լավ կադր է։ Գործատուն պետք է լինի ընտանիքամետ, որպեսզի կարողանա ներգրավել լավ կադրեր։ Ներգրավել եւ աճեցնել։ Ներգրավել, աճեցնել, պահել եւ ունենալ մոտիվացված Ես Հայաստանյան նվիրված ասեցի, դուք այն ինչ որ պետք է լինի դասական իմաստով իդեալական տանը։ Իրականում երբ նայում ենք հենց նույն միջազգային փորձը զրուցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, այո, նաև հայաստանյան մեծ եւ ոչ միայն մեծ ընկերությունները, ովքեր հասկանում են ընտանիքամետ գործատու լինելու կարեւորությունը, իրենք շատ ուղիղ ասում են, որ սա մեր շահերից է բխում, մենք գործատուին չենք տալիս այդ արտոնությունները, որովհետեւ սիրուն աչքեր ունի, այլ որովհետեւ դա նաև մեր շահերից է բխում։ Այսինքն այստեղ եւ հետապնդվում է տնտեսական շահ եւ կենտրոնային քաղաքականության իրականացմանն է նպաստում պետությունը գործատուն եւ ի վերջո նաև նպաստում ենք ընդհանուր առմամբ աշխատանքային իրավունքի արդյունավետ իրացման։ Այո, դա պետության մասով ասեցի։ Շնորհակալություն եմ հայտնում շատ կարևոր աշխատանքի համար, որ տարվում է։ Ես հաջողություն եմ մաղթում, որ այս ինստիտուտը հնարավոր լինի, այս ավելի շուտ աշխատանքային իրավունքի իրացումը նաև այս իմաստով արդյունավետ լինի, ընտանիքամետ աշխատանքի իմաստով եւ այն առաջարկությունները, որ ամբողջական կլինեն, հաշվի առնվեն իրավասու մարմինների կողմից լիազորի եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հիշեցնելով մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք ընտանիքամետ ընտանիքի, ընտանիքամետ գործատուի մասին, մեր հյուրի Կետ 33 հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։